Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ալո։ Բարև Մարիա ջան։ Հա, Սվետա ջան։ Ասել էիր, որ Դավիթի մասին որևէ նորություն իմանալու դեպքում զանգահարեմ քեզ։ Ինչ որ բան ա եղել, Դավիթին բաց են թողել։ Չէ, Մարիա, Դավիթը լավ չի։ Լավ բան չի եղել։ Այսինքն։ Դավիթի ջերմությունը կտրուկ բարձրացել է ու շագնաց է եղել։ Շտապամության մեքենայով տարել են հիվանդանոց։ Ինչ։ Որ հիվանդանոցում է։ Լավ, Սվետա ջան, մենակ թե արագ։ Ջերմությունը շատ բարձր է։ Գաղտնի թոքաբոր պետ է անում, դրա համար էլ սրվել է հիվանդությունը, ուշադիր կլնես ամբողջությամբ ընդունի կաթիլայինը։ Մարիա, ես գնում ես։ Մամ, Դավիթին հիվանդանոց են տարել, չգիտեմ ինչ ա եղել, խնդրում եմ պապային ասա, ես չեմ կարա, պետք է արագ հասնեմ։ Բայց Մարիա… Մամ, գնացի։ Մենք այս պետք է քո հետ խոսամ, Մարիա։ Ռուբեն։ Ասեք, լսում եմ։ Ինձ ասել են, որ Մանուկյան Դավիթը այստեղ է։ Այո, այստեղ է, դուք իր ինչն եք, որովհետև մեզ ոստիկանությունից զգուշացրել են, որ Դավիթի մոտ այցելությունները պիտի գրանցենք, միայն եղբորն եմ տեղեկացրել։ Ես Դավիթի մոտ ընկերներից եմ, ու հետո իմ այստեղ լինելը ձեզ համար խնդիրներ չի առաջացնի, ես փաստաբան եմ։ Ես խոստանում եմ, որ իմ իր մոտ գնալը ձեզ համար խնդիրներ չի առաջացնի։ Լավ, եկեք ուղեկցեմ, միայն պետք է խնդրեմ, որ արագ մտնեք դուրս գաք։ Լավ։
Նոնա կներես, որ առանց զգուշացնելու եմ եկել, բայց Մարիայի հետ շատ կարևոր խոսալու բան ունեմ, տաննա, չէ, կանչի, խնդրում եմ։ Ռաֆ Ռուբենն էլ է տանը։ Էս ինչ ակո վիճակը։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Նոնա ոչ մի բան։ Ասում եմ Մարիայի հետ խոսալու բան ունեմ։ Ուզում եմ առաջինը ինձնից լսի ամեն ինչ։ Չեմ հասկանում, այդ ինչ ես արել, որ ուզում ես, որ քեզանից լսի։ Նոնա, շատ կարևոր խոսալու բան ունեմ Մարիայի հետ, խնդրում եմ կանչի։ Թե դու ես արդեն դեմ բոլորի նման մեր շփմանը։ Ռաֆ, ես քեզ ասեցի, որ Մարիան տանը չի։ Ես գիտեմ, որ տանն է, 2 ժամ առաջ եկել է։ Դավիթին են տարել հիվանդանոց, ու հիմա ինքը այնտեղ է գնում։ Ոնց։ Ու դու սենց հեշտ ասում ես ինձ դրա մասին, Նոնա։ Դու էլ թույլ ես տվել, որ Մարիան գնա այդ լակոտի մոտ։ Ռաֆ, ես հասկանում եմ, որ քո համար դժվար է։ Շատ լավ հասկանում եմ, բայց ես չեմ կարող քո այս պահվածքը հանդուրժեմ, էս ինչ է։ Չհասկացա։ Էս ինչ այստեղ կատարվում։ Ես էլ քեզ մենակ չեմ թողնի։ Էլ երբեք մենակ չեմ թողնի, Դավիթ։ Դավիթ։ Դե եկել էի Մարիայի հետ խոսալու, այն էլ պարզվում է մարդը գնացել է Դավիթի մոտ։ Մտոնդ փոխի տղա ջան, ընկերդ չեմ։ Ռուբեն, Ռաֆը արդեն հասկացել է ու գնում է։ Չէ, ես ոչ մի բան էլ չեմ հասկացել։ Ոնց կարող եմ ես հասկանամ այն փաստը, որ իմ սիրած աղջիկը հիմա ես իմ մոտ է։ Դուրս արի դուրսը կասեմ քեզ։ Ռուբեն, խնդրում եմ քեզ, դրա կարիքը չկա, մի շարունակի։ Իսկ քո հետ Նոնա հետո կխոսեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Մանուկյան Դավիթի եղբայրն եմ։ Կասեք որտեղ է Դավիթի սենյակը, կարող եմ տեսնել նրան։ Հա, այսպես ուղիղ գնացեք ձախ կողմի առաջին պալատն է։ Լավ, շնորհակալություն։ Քեզով է թույլ տվել գաս իմ տան մեջ իմ երեխու քայլերը քննադատես, ով։ Քեզ թվում է դու այդքան կաս, հա։ Ձյաձ Ռուբեն, ես չեմ հասկանում, ոնց կարաս դու սենց նորմալ նայես նրան, որ Մարիան ու Դավիթը շփվում են։ Այն դեպքում, երբ որ ես եմ իրան նշանածը, ու մենք հաշտվել ենք։ Ես զզվել եմ արդեն ստերից հետ։ Հերիքա ստես։ Ես ամեն ինչ անում եմ, որ մեր մոտ ամեն ինչ լավ լինի, նախկինի նման։ Բայց ձեր այս պահվածքը ամեն ինչ փչացնում է, ազդում է Մարիայի վրա։ Այսինքն ուզում ես ասես ես եմ մեղավոր։ Ես եմ ձեր բաժանման պատճառը։ Չէ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ դեմ են իմ ու Մարիայի շփմանը։ Մինչև ես իմ ականջներով չլսեմ Մարիայի խոսքը։ Դու Մարիային չես մոտենում։ Հասկացար։ Ինձ նայի, պարզ է։
Հիմա պատտվում ես ու ստեղից գնում ես։ Ու ընես մի արա, որ ես մոռանամ մեր հարաբերությունները, մեր մտերմությունը, մի արա Ռաֆ։ Ես քո հետ ուրիշ ձև կխոսամ։ Ուզում ես այտենց։ Ես էլ գիտեմ, որ չես ուզում։ Դե հիմա պատտվի ու գնա ստեղից։ Դավիթ, չես կարա պատկերացնես, թե ինչքան եմ վախենում հենց մի բանա լինում հետդ։ Դու ինձ երևի հիմա չես լսում, չնայած ավելի լավ, որ չես լսում։ Չես կարողանա վիճես հետս։ Դավիթ, ես քեզ շատ եմ սիրում։ Հարուկ, ինչ-որ բան է եղել աղբեր։ Հա, եղել է Աշոտ։ Հազիվ եմ զսպել, որ տղուտ մի երկու ապտակ չտամ։ Ես այսքան ժամանակ հանդուրժել եմ Ռաֆի բոլոր քայլերը հանուն քեզ, հանուն մեր ընկերության։ Բայց այս անգամ համբերությանս բաժակը լցվել է։ Լցվել է ու էլ տեղ չկա Աշոտ։ Հիմա ինչ է արել։ Ոնց ինչ է արել։ Մարդը գալիս է մեր տուն, բարձր տոնայնության մեջ ինձ է քննադատում։ Մարիայի քայլերն է քննադատում, որոշումներն է քննադատում, տենց կարելի է, տենց ճիշտ է, այդ դու ես իրան թույլ տվել։ Հիմա Մարիան հիվանդանոցում է, Դավիթի մոտ, ընենց ես անում, որ Ռաֆի ոտը այդտեղ չհայտնվի, թե չէ ես եմ խառնվելու, ու այս անգամ լրիվ ուրիշ ձև։ Ալո։ Հենց հիմա գալիս ես տուն։ Երկրորդ անգամ չզանգեմ, լսում ես։ Արագացրու, թե չգիտես հետդ ինչ կանեմ։ Հանգստացի, բան չեմ ասում։ Որ իմացա այստեղ ես չկարողացա չգալ։ Բայց եթե ուզում ես կգնամ։ Փաստորեն ուզում ես։ Դե հա։ Իզուր էր այստեղ գալդ։ Ես արդեն լավ եմ։ Դավիթ, քեզ բուժում է պետք։ Այդ արդեն բժիշկների գործն է, չէ՞։ Լավ, ես գնամ։ Ավելի լավ է ես գնամ, որ չվիճենք, քեզ ջղայնանալ պետք չի։ Միտք էլ չունեի։ Ես հոգնել եմ արդեն քեզ անդադար նույն բանն ասելուց ու ջղայնանալուց։
Մեծ մարդիկ ենք, երկուսս էլ հասկանում ենք, որ անհանգստացել ես, եկել ես տեսնես ոնց է։ Եկար, տեսար, որ մահամերձ չեմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում քո այս վիճակի համար։ Ու ինձ թվում էր, որ այսքանից հետո գոնե իրար կհասկանանք։ Կհասկանանք, որ առանց իրար չենք կարողանում, որ առանց իրար անընդհատ խնդիրների մեջ ենք ընկնում։ Ճակատագիրն է մեզ թույլ չի տալիս, որ իրարից հեռվանանք, որովհետև ոնց պտտվում եմ, ես քո դիմաց եմ կանգնում, դու էլ նույնը։ Ես իհարկե չեմ հասկանում ճակատագիրը մեզ ինչի համար այս ամեն ինչի միջով անցկացնում, բայց նաև հասկանում եմ, որ այս կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Ուղղակի դեռ չեմ հասկանում մեր այս շփման նպատակը որն է, բարի է թե չար։ Ես հավատում եմ, որ այս մեր շփումը ինչ-որ նպատակի է ծառայում, բայց էլի եմ ասում, չեմ հասկանում դեռ, նպատակը բարի է թե չար։ Դժվար հարցեր ես տալիս։ Առողջություն քեզ։ Շնորհակալ եմ, որ եկել ես։ Այ հիմա ես Մարիային հասկանում եմ։ Հասկանում եմ ինչու միանգամից նշանը հետ տվեց։ Որովհետև ոչ ոք չի ուզենա քո նման թուլամորթ մարդ ունենա իր կողքին Ռաֆ։ Մի մարդ, որը իր շահի համար ամեն ինչի պատրաստ է։ Դու արժանի չես հարգանքի։ Պապ թշնամուն հետ չես խոսում։ Տղուտ հետ ես խոսում։ Հա կարող է ես ինչ-որ սխալներ եմ արել, բայց պետք չի դրա համար ինձ հողին հավասարեցնել։ Լսի տղա ջան, եթե ես քո առաջին սխալը լիներ, ես ձեն չէի հանի։ Բայց ես ոչ առաջինն է, ոչ երկրորդն է, ոչ 20-րդն է։ Այս թուլամորթությունը քո բնավորությունն է դարձել, հասկանում ես։ Ես ինձ հիմա ավոր վատ եմ զգում։ Երկու քարի արանքում եմ, չգիտեմ ոնց վարվեմ։ Ականջիցդ բռնեմ, տանեմ բաժին, հա։ Թքեմ քո ճակատագրի վրա։ Թե էլի լուր մնամ, որ խայտարակ չլինեմ, տղա ջան։ Լավ, ես ինչն եմ սխալ արել։ Ինչ ես սխալ տեսել իմ վարքագծում, ինչ ես լսել։ Երևի սխալ եմ դաստիարակել, ինչ ասեմ։ Բայց գոնե ասա ինչ է կատարվում հետդ, ինչ անենք։ Պապ մի ասա, խնդրում եմ, տենց բաներ, գիտես որ ծանր եմ տանում։ Բա ես ինչքան ծանր եմ տանում, տղա ջան, դու չես էլ պատկերացնում։ Նսի լա ասա ինձ, հիմա դու քեզ լավ ես զգում, հա։ Լավ ես զգում, որ այդ Դավիթը քո պատճառով բաժնում է, քո փոխարեն ավելի ճիշտ։ Հիմա ուրախ ես, հա։ Ես դրա մասին ընդհանրապես չեմ մտածում, պապ, ես թքած ունեմ այդ Դավիթի վրա։ Ինչի թքած ունես, որ տղամարդկային հատկություններ ունի, հա։ Մարիան շատ ճիշտ արեց։ Ես էլ իրա տեղը լինեի,
քո ու Դավիթի միջից իհարկե Դավիթին կընտրեի։ Որովհետև Մարիան քեզանից ուժեղ է։ Հերիքա, պապ։ Հերիքա, ինչքան կարելի է սենց խոսալ իմ հետ։ Դու միշտ էլ ինձ չես հասկացել, միշտ էլ իմ հետ խոսացել ես նենց ոնց որ քո ծառայողների հետ կխոսայիր։ Ես էլ այս տեսակն եմ, հա, ինչ անեմ հիմա։ Դու լակոտի տեսակն ես։ Ու տեսակից ես, հա, հետս խոսում։ Որ տեսա ներսում ես, էլ առաջ չեկա, ոնց է։ Այդքան էլ լավ չի, բայց ամեն ինչ անում է, որ հակառակը ցույց տա։ Հուզված ես։ Նորմալ է, Աբուլ, ես արդեն սովոր եմ։ Այ Դավիթ, էլի նեղացել է։ Աբուլ, ասում եմ, արդեն սովոր եմ։ Մեկ-մեկ ինձ խոսք եմ տալիս, որ ես էլ եմ իրպես սպահելու, որ ընդունելու եմ մեր բաժանման փաստը, ու էլ ոչ մի քայլ չանեմ, բայց չի ստացվում։ Սենց դեպքերում ընդհանրապես չի ստացվում։ Այդ նրա ինձ է, որ սիրում եք իրար։ Արդեն չեմ հավատում։ Ոնց կարող ես սիրած մարդու հանդեպ այդքան անտարբեր լինել։ Մարիա, ես քեզ ասել եմ, չէ, Դավիթը մի քիչ կոպիտ է։ Աբուլ, բայց սիրած աղջկա հանդեպ։ Դուք Դավիթի հարազատներն եք, չէ։ Հա, ինչ-որ բան է պետք բժիշկ։ Հիմա որ իմ փոխարեն Ռուբենը լիներ, չեր էլ նայի որտեղ են ես։ Հիմա պատիժը ուսերիդ նստած կլինեիր։ Իսկ ես դեռ մտածում եմ ինչ անեմ։ Աշոտ, ամեն դեպքում մի մոռացի, Ռաֆը մեր երեխեն է։ Հանցագործ երեխու ալա։ Քո տղեն վտանգավոր է հասարակության համար, չես տեսնում։ Չես տեսնում ինչերի անթունակ։ Հա, հրեշ եմ, կամ էլ հոգեկան հիվանդ եմ, մամ ջան։ Դու հանցագործ ես, տղա ջան։ Այն էլ ինչ հանցագործ։ Որ քո փոխարեն ուրիշներն են մեղքի տակ ընկնում։ Ռաֆ, հանգստացի բալես, պապան ուղղակի ջղայնացած է։ Դու մի օր քո կաշվի համար ինձ էլ կուրանաս, մորդ էլ, քրոջդ էլ։ Ես ամաչում եմ, որ դու իմ տղեն ես, ամաչում եմ, որ իմ ազգանունն ես կրում։ Աշոտ, հերիքա, չափն անցնում ես արդեն։ Հերիքա պաշտպան ես տղուդ։ Տեսնում ես, տղա ջան, մինչև հիմա քո փոխարեն մերդ է խոսում, քեզ պաշտպանում, ես դու։ Չէ, ես Ռուբենի դիմաց արդար չեմ լինի, եթե թաքցնեմ ես ամեն ինչը։ Ունայի, դու քո մի քայլով 1000 տարվա արժեքները կարած ջուրը գցես։ Դե հա, կարևոր Ռուբենն է, չէ, պապ։ Նենց արա, որ իր համար ամեն ինչ շատ լավ լինի։ Հայաստանը միշտ էլ տենց է եղել։ Ճիշտ չեմ ասում, մամ։ Ռաֆ, դու ոնց որ կրակի վրա բենզին ես լցնում։ Լակոտ։ Էլ ուրիշ օին ունեիր բերեիր մեր գլխին։ Ես հորը տեսքան լցված երբեք չեմ տեսել, Ռաֆ։ Ես ինչ ես անում։ Ուզում էի խոսել Դավիթի վիճակի մասին։ Նա գաղտնի թոկաբոր պետ արել եւ վիճակը գնալով վատանում է։ Հիվանդությունը ավելի է սրվում։ Այսինքն բժիշկ ջան։ Մի քանի տեղեր կան, որ այս պահին մեր հիվանդանոցում չկա, բայց այդ տեղերը շատ են պետք հիվանդին։ Ինչ տեղերի մասին է խոսքը, ասեք, ես կբերեմ հենց հիմա։ Մարիա։ Սա տեղերի ցուցակն է, որտեղ գրել եմ ինչ եւ որքան է հարկավոր։ Ինչքան շուտ բերեք, այնքան լավ, որովհետև հիվանդի վիճակը շատ ծանր է։
Ես ամեն ինչ կանեմ։ Աբուլ, ինչ տարբերություն ես կանեմ, թե դու կանես։ Դավիթ ինձ տեսնել չի ուզում, այնպես որ ավելի լավ կլինի իր մոտ գնաս։ Իսկ ես արագ կգնամ ու կգամ։ Բայց վատ դրության մեջ ես դնում, Մարիա։ Աբուլ, եթե վատ դրության պահ լիներ այստեղ, ես նման բան չէի ասի։ Ոնց ես ախպերես։ Լավ եմ, ինձ ինչ ա եղել, որ սենց հասարակ ջերմության համար բերել եք հիվանդանոց։ Այդ բժշկին ասա թող ինձ դուրս գրի։ Կամ կանչի ես ասեմ, իմաստ չկա այստեղ մնալուց։ Դավ ջան, ինչ դուրս գրվելու մասին է խոսքը։ Քեզ լուրջ բուժումներ ա պետք։ Դու թոքաբորբ ես, այն էլ խորացված։ Այ քեզ բան։ Այնպես որ հանգիստ պարկի։ Բայց ես լավ եմ։ Այդ բան չի փոխում։ Դավ, մի բան եմ ուզում ասել։ Ասա լսում։ Ավելի ճիշտ պետքա խնդրեմ։ Պետքա խնդրեմ, որ Մարիայի հետ խոսելուց մի քիչ քեզ զուս պայես։ Մի քիչ նուրբ խոսես այդ աղջկա հետ։ Տանջվում է Մարիան։ Կլինի փակես այս թեման։ Կփակեմ այն դեպքում, երբ ասածներս ընդունես ու հասկանաս։ Աբուլ գլուխս ահավոր ցավում է, հիմա էլ դու չսկսես։ Դավ, ինչքան էլ քեզ սենց պայես, այդ աղջկա հետ տենց խոսած մեկա քո զգացմունքները չի պակասելու։ Այլ հակառակը, մեղքից զգացողությունն է շատանալու։ Ճիշտ ես։ Սիրում եմ, շատ եմ սիրում։ Բայց դու լավ գիտես, որ իմ համար առաջնայինը իմ ինքնասիրությունն է, ու Մարիան այդ սահմանն է անցել, ու ես հետ չեմ կարող մոռանալ ինչքան էլ որ կարևորեմ ու սիրեմ։ Մարիայի թեման փակ է։ Ալո։ Ալա ջան, բարև։ Ոնց ես։ Նոնա, լավ եմ, դու ոնց ես։ Ալա, ուզում եմ, որ միասին գնանք սուրճ խմելու, եթե զբաղված չես։ Հա, իհարկե զբաղված չեմ, շատ լավ կլինի, որ գնանք։ Դե արի կես ժամից մեր տան մոտի սրճարանը, ես քեզ այնտեղ կսպասեմ։ Լավ։ Էս ինչն է ցնծության այդ պատճառը։ Նոնան էր զանգել, սուրճ խմելու էր հրավիրում։ Երևի փոշմանել է, ուզում է հաշտվենք։ Ավել պակաս բան չխոսես։ Բայց ես ինչ եմ ասել։ Ես ուզում եմ ասեմ Նոնայի մոտ ավել պակաս չխոսես, ալա։ Առանց այդ էլ իմ ու Ռուբոյի հարաբերությունները կասկածի տակ են արդեն։ Աշոտ։ Քեզ իմանալով եմ ասում, ալա։ Դե դուք միշտ ճիշտ եք խոսում, միշտ մտածված, ես եմ չէ միշտ սխալ։ Սկսվեց։ Մի խոսքով ես գնացի։ Կներեք, այս Դավիթի տեղերն են էլի, կփոխանցեք։ Նոն չես պատկերացնի ինչքան ուրախացա, որ զանգեցիր, որովհետև մեր հարաբերությունները այսպես չէր կարող շարունակվել։
Դե հասկանում եմ մեր երեխեքի հարաբերությունները այդքան էլ լավ չեն հիմա, բայց մեր մեջ չի կարող վեճ լինել, գեղեցիկ չի, չէ՞։ Հա, լա, հա։ Վայ, գոնե մի լավ բան եղավ, թե չէ վատը վատի հետևից։ Ինչ որ բան ա եղել։ Դե հա, ընտանեկան պրոբլեմներ։ Հեր ու տղա իրար հետ լեզու չեն գտնում, անընդհատ վեճ ա իմ տան մեջ։ Պարզը։ Լավ, դու քեզանից պատմի, տեսնեմ ոնց ես։ Ալա, ես քեզ այստեղ ուրիշ բանի համար եմ կանչել ու հուսով եմ, որ դու ինձ կհասկանաս ու կօգնես։ Ես նրա համար չեմ կանչել, որ մեր հարաբերությունները փրկենք։ Խնդրում եմ քեզ ինձ ճիշտ հասկացի։ Իմ կյանքում հիմա ամեն ինչ խառնվել է իրար։ Ինձ համար ամեն ինչ մեկ է, բայց Մի րոպե նոնա։ Դու ինձ կանչել ես այստեղ, որ ես քեզ օգնեմ։ Ալա, խնդրում եմ քեզ ինձ ճիշտ հասկացի։ Դու ուզում ես, չէ, որ մենք առաջվա նման լինենք։ Մեր հարաբերությունները վերականգնվի ու ես քեզ վստահ եմ։ Հա, ուզում եմ, բայց կարելի է այդ հարցին մի քիչ նրբորեն մոտենալ, նոն ջան։ Հիմա ձևականությունների հետևից ընկնելու ժամանակը չի։ Ես դրա ժամանակն էլ չունեմ։ Դու ինձ մենակ են ասա, ուզում ես, չէ, որ ես քեզ վստահեմ։ Հա, ուզում եմ, նույնիսկ այս պահին, երբ որ դու ինձ նեղացնում ես։ Ես պետք է իմանամ, թե ով ան որտեղ ապրում։ Ինչ։ Վերջ, պարոն Վարդանյան, ձեր արձակուրդը հաստատվեց։ Մի ամսովա, չէ։ Այո։ Ապրես։ Ձեզ բարի հանգիստ։ Ես էլ գիտեմ տուն ես գնացել։ Բան ա եղել էր։ Այս ինչ է։ Արձակուրդ։ Արուբ։ Չէիր ասել, որ սենց միտք ունես։ Դե նոր եմ որոշի, ախպերս։ Դու շատ հազվադեպ ես սենց բան որոշում, արձակուրդի գնալ։ Ինչ ա եղել, աշոտ։ Ոչ մի բան չի եղել, ախպերս, ուղղակի մի քիչ օգնել եմ այս ամեն ինչից։ Ուզում եմ հանգստանամ, Ռուբ։ Իմ ընկեր։ Սենց ում ասես կարաս խապես, բայց ոչ ընկերոջդ։ Ասում եմ նորմալ է, Ռուբ ջան։ Բա ինչի աչքերիս մեջ չես նայում։ Լավ է դու կխոսանք, հա։ Ամեն ինչ լավ է, Ռուբ։ Ինչ տա պետք օֆայի հասցեն։ Ես այդ կնոջ աչքերի մեջ պետք է նայեմ ու մի քանի հարց տամ։ Նոնա։ Ալա, ես գիտեմ, որ Աշոտը շատ ինֆորմացիա ունի օֆայի մասին։ Խնդրում եմ քեզ, դու ինձ պետք է օգնես մի քանի բան ճշտենք։ Հա, բայց Աշոտը երբեք չի խոսել օֆայի մասին իմ մոտ։ Չի խոսել, բայց դու կարող ես, չէ, թեմա բացել ու մի քանի ինֆորմացիա իմանաս։ Ինձ շատ է պետք, ալա։ Նոնա, ինչի տա պետք։ Ալա, հիմա ժամանակն է եկել, որ ես դեմ առ դեմ պետք է այդ կնոջ մոտ կանգնեմ ու մի քանի հարց տամ իրան։ Ալա, ինչ այդ կինը հայտնվել է, իմ կյանքը նորից դժոխքի է վերածվել։ Ռուբենից ես ինձ օտարություն եմ զգում, որ դա բացատրելու չի։ Դուք բոլորդ միշտ զգացել եք, թե մենք ինչ լավ ամուսիններ ենք, ինչ հոգատար ենք իմ հանդեպ, որ մեզանից այնքող ոչինչ չկա, շատ օրինակելի ենք, բայց այդպես չի։ Ինքը միշտ լավ է խաղացել օրինակելի ամուսնու կերպարը։ Նույնիսկ իմ մոտ է խաղացել, ինձ հիմարի տեղ է դրել։ Բայց ես էլ չեմ կարող այս ամեն ինչը հանդուրժել, ալա, չեմ կարող։
Նո, լավ էլի, չափազանցնում ես։ Ոչ մի բան էլ չեմ չափազանցնում։ Ինձ մենակ են ասա։ Դու ինձ կօգնես, չէ՞։ Խոստանում ես, չէ՞։ Կմտածեմ։ Մտածելու ժամանակ չկա, ալա։ Կամ օգնում ես, կամ չէ։